Հումորիստ Պոնչի Սպիրյանը երեկ իր ինստագրամի սթորի բաժնում նախաձեռնել էր փոքրիկ, բայց զվարճալի հարցուպատասխան, գրելով հետևյալը. «Հայտարարում եմ խորհուրդ տալու օր, ինչ խնդիր ունեք»։ Բնականաբար Պոնչի հետևորդները բաց չեն թողել առիթը մասնակցելու։ Նրանցից մեկը գրել էր. «Ինչ սիրուն, բոյով, բուսով հարուստ մարդ խորհուրդ կտաք, ուզում եմ ամուսնանալ»։ Պոնչը իհարկե հումորով արձագանքել է, խորհուրդ տալով Զիրոյանին, ապա հավելել, որ ունի ևս մի իդեալական թեկնածու՝ ծիտ, հարուստ ու բոյով։ Հումորային շղթային միացել է նաև Ռաֆայել Երանոսյանը, ով Պոնչի թվարկած հատկանիշներին ավելացրել է ևս մեկը՝ տաղանդավոր։ Այս փոխհրապարակումները բազմիցս անգամ ցույց են տալիս, որ հումորիստների շրջանում ընկերական կատակն ու ստեղծագործական տրամադրությունը միշտ բարձր է։ Ռաֆայել Երանոսյանը վերջին շրջանում հյուրընկալվել էր «Ռանդևու» հաղորդաշարին։ Գալով մայրաքաղաք մարզից՝ գյուղից, մշտապես խոսում է այդ մասին ու միայն լավ հուշեր է ներկայացնում։ Մենք ունենք հայտնիների մի շրջանակ, ովքեր խնամքով թաքցնում են իրենց մարզից լինելու փաստը։ Ռաֆայել Երանոսյանը այս մասին. «Ես երբեք չեմ նեղվել իմ գյուղում ծնվելու փաստից, գյուղում ապրելու, գյուղը սիրելու, գյուղում անցկացրած մանկությանս, պատանեկությանս, երիտասարդությանս փաստից։ Հիմա էլ երբ ազատ ժամանակ եմ ունենում, ամենալավ տեղը, որ կարող եմ ինձ լիարժեք, հանգիստ ու ապահով զգալ, իմ հայրական տունն է, հայրս, հորաքույրս։ Չի կարելի մոռանալ ծննդավայրդ, ակունքներդ, մոռանալ այն տեղը, որտեղ ծնվել, մեծացել և ձևավորվել ես որպես մարդ։ Իմ ծնողներն ինձ այդպիսին են դաստիարակել, եղբայրներս էլ այդպիսինն են։ Մենք ունենք լավ տուն, լավ ծնողներ, հորաքույրս դարձել է մեզ համար արդեն մայր։ Ինչ է տվել գյուղի դժվարությունները այսօրվա Ռաֆոյին։ Այդ դժվարությունները, որ ապրել եմ ես, ապրել են ինձ հետ իմ հասակակիցները, մեծերը։ Այսօրվա երիտասարդները չեն հասկանա ինչ ենք տեսել մենք և ինչի միջով ենք անցել։ Այն ժամանակ, երբ մենք փոքր էինք, մենք էլ շատ ժամանակ չէինք գիտակցում»։ Ռաֆայել Երանոսյանը հաճախ է ասել. «Ես Հայաստանում Ռաֆայել Երանոսյանն եմ, ուրիշ տեղ բոյով գեշ տղա»։ Ինչպես բացատրեց նա այս միտքը. «Ում հետ շփվել եմ, կփաստեն, որ դա իմ խոսքն է։ Ասում եմ, որ չհուսահատվեն, մնան արարեն, շենացնեն։ Հավատան, որ անուն-ազգանունը կարող են այստեղ ձևավորել ու դարձնել այն, ինչ ցանկանում են»։ Ըստ Ռաֆայելի, ինչն է պակասում շատ արտիստների, որ Հայաստանը թողում և ապրում են դրսում։ Ես ոչ մեկին չեմ մեղադրում, ինքս էլ ունեմ շատ ընկերներ դրսում, չգիտեմ ինչպես տալ այս հարցի պատասխանը նրանց փոխարեն։ Ես էլ չեմ կարող ոչինչ ասել, որովհետև ոչ ոք ապահովագրված չէ և չգիտենք վաղն ինչ կլինի։ Ռաֆայել Երանոսյանը ասել է, որ կողքին կա էակ, չի ներկայացրել նրան, ասել է, որ շուտով կամուսնանա։ Ինչու չի գալիս այդ շուտովը, ինչ է կատարվում հիմա։ Իմ կյանքում միշտ մարդ լինում է, անձնական կյանքս շատ չեմ սիրում հրամցնել և ներկայացնել։ Երբ շփվում եմ գեղեցիկ սեռի հետ, մինչև այն կետը, որ պետք է հասնի եկեղեցով կամ թղթով արդեն գրված լինի տեր եմ և հնազանդ, չեմ սիրում հրամցնել։ Այն ժամանակ, երբ ուզում էինք արդեն ամուսնանալ, ինչ-ինչ պատճառներով չստացվեց այդ ամուսնությունը։ Միշտ շաբաթն ուրբաթից շուտ է գալիս։ Աստված տա ամեն ինչ լավ ստացվի։ Հետո մի քիչ էլ մեծացել ես ու ուրիշ ձև ես բնավորությամբ դարձել։ Քեզանից երիտասարդ աղջկա հետ, որ շփվում ես, շատ բաների հետ չես հարմարվում։ Շատ բայցեր կան, շատ հարցերում, հա, մեղավորը ես եմ։ Իդեալական մարդ չկա։ Ես էլ այդ օրվան բոլորից շատ սպասում եմ։ Եվ ես էլ ուզում եմ այդ հաճույքը զգալ։ Ես էլ ընտանեկան հաճույքը զգամ, արդեն ընտանիքիս հետ տոնածառը զարդարեմ և պատրաստվեմ Ամանորին։ Ռաֆայել Երանոսյան և Իվետա Մուկուչյան տարածված ասեկոսեների մասին նա ասաց. «Իվետան իմ լավ ընկերն է և շատ հարազատ մարդ։ Մենք դիմակահանդեսի ժամանակ փորձում էինք շոու անել և ինտրիգ պահել։ Լրագրողները միանգամից արդյոք։ Երբ սկսեցին տենց ասեկոսեները, Իվետան զանգեց. «Ռաֆ, ընկերս սկզբից այս ամեն ինչին լավ էր վերաբերվում, բայց հիմա, երբ սկսեցին գրել այդքան վեճեր, խանդ, ասեցի՝ Իվետ ջան, ինչ կարող եմ անել։ Ասեց ոչ մի բան, ուղղակի մի վիդեո պիտի նկարեմ և ասեմ, որ նման բան չկա։
Մի խոսքով ընկերներ ջան, չի կարելի վատ ու սուտ լուրեր տարածել։ Ռաֆայել Երանոսյանի վերջին հարցազրույցներից մեկն էլ Հերմինե դիալոգի տաղավարում էր տեղի ունեցել։ Ռաֆայելը մինչ Հերմինեի տուն մտնելը ներկայացել էր ձմեռային գլխարկով, որը ներս գալուց հետո նկարահանումը սկսելուց առաջ փոխեց այլ գլխարկի։ Ինչով էր սա պայմանավորված։ Ականջներս ծածկելու համար։ Ես ականջներիս հետ կապված խնդիր ունեմ, չնայած շատ խնդիրներ ունեմ։ Երկարացնում եմ մազերս, որովհետև ֆիլմի նկարահանումներ ունեմ, և երկար մազերն էլ խնամք են պահանջում։ Դրա համար ժամանակ առ ժամանակ գլխարկներ եմ դնում և քողարկում։ Ռաֆայել Երանոսյանը խոսեց աշխատանքային գործունեությունից, զբաղվածությունից և հայրենի գյուղի կարոտից։ Ազատ օր ունենալուց գնում եմ գյուղ, գնում եմ տուն, որովհետև շատ եմ կարոտում գյուղը։ Զգում եմ, որ կարոտը կոկորդիս ա կանգնել, կապ չունի ինչքան հոգնած լինեմ, պիտի գնամ գյուղ։ Փառք Աստծո, որ ունեմ լավ ընտանիք, լավ հայր, լավ եղբայրներ ու Արա Երնջակյան։ Երբ որ մամայի մահից հետո հերթական անգամ երեկոյան մենք տանը նստած էինք, թատրոնիս ընկերները եկան, Արա Երնջակյանի հետ։ Տանից դուրս չէի գալիս, չէի գնում ոչ մի տեղ ու ասեցին, որ պիտի գնամ, բեմն ինձ սպասում է։ Այդ օրվանից սկսեցի կյանքս փոխել։ Խոսեց կենդանիների սիրուց։ Մենք տանը ունեինք շուն, նոր տարվա նախօրեին սատկեց, պապան տարել թաղել էր։ Ինձ չէին ասում, հետո ասեցին։ Սիրտս լցվեց, հելա երկրորդ հարկ լացեցի։ Մի ուրիշ շուն էլ ունեի, շնչափողը պետք է վիրահատվեր, դե իմ ստորագրությամբ վիրահատեցին։ Բժիշկը 2-3 ժամ հետո զանգեց, ասեց նարկոզից դուրս չեկավ։ Լացեցի էլի, ու քանի որ հուղարկավորության ծառայություն ունեին, ասեցի իրենք հուղարկավորեն։ Ես բան չեմ կերել, 3 հատի բան չեմ։ Մացի գիտնականները հայտնաբերել են, եթե դուք պատրաստվում եք լույս աշխարհ բերեք բալիկի, ուրեմն 9 ամիս առաջ ձեզ ինչ-որ մեկը ինչ-որ բան արել։ Շատ խելացի են այդ բրիտանացի գիտնականները։ Բրիտանացի գիտնականները հայտնաբերել են, եթե դուք չեք ուզում, որ ձեր ոտքը փուշ մտնի, ուրեմն բոբի գջուրը մի երա, բոբի գջուրը մի երա, փուշկը մտնի, ոտը երջան կեղնի yaman yara։ Արա շատ խելացի են այդ բրիտանացի գիտնականները։ Շատ խելացի են այդ բրիտանացի գիտնականները։ Բրիտանացի գիտնականները հայտնաբերել են, եթե դուք չեք ուզում, որ ձեր ոտքը փուշ մտնի, ուրեմն բոբի գջուրը մի երա, բոբի գջուրը մի երա, փուշկը մտնի, ոտը երջան կեղնի yaman yara։ Արա շատ խելացի են այդ բրիտանացի գիտնականները։